վերջին օրերին պարբերաբար տեսնում ենք սահմանափակումներ են Ռուսաստանից մտցվում հայկական ապրանքների նկատմամբ եւ նաեւ այսօր աշխատատեղերի Ռուսաստան մեկնող աշխատանքի մեկնողների հետ կապված հայտարարություններ էին լինում, մենք խնդիրները ինչպես են կարողանալու հաղթահարել։ Նախ առաջինը ես ուզում եմ ձեզ ասել, որ իհարկե հիմա գիտեք, որ ընտրություններ պետք է լինեն մեզ մոտ, արդեն 5-6 օր մնաց ընտրություններին։ Ես կարծում եմ փոխվարչապետը, որը որ գտնվում էր Եվրասիական միության համաժողովին, շատ լավ քննարկումներ է եղել, ես կարծում եմ այն քննարկումները, որոնք որ մամուլ չի հայտնվել, շատ դրական են եղել, եւ ես ձեզ ուզում եմ մի այսպիսի թվի մասին ասել, Հայաստանի Հանրապետության գործունեության արդյունքում Ռուսաստանի Դաշնության հետ այս տարիների ընթացքում մոտավորապես 1.5 միլիարդի մաքսային ծառայությունները սպասարկելու արդյունքում գումար է կուտակվել, որից 800-ն է եղել Հայաստանի համար նախատեսված։ Մնացած 700-ը Հայաստանը որպես կոմֆորտ երկիր կարողացել է այնպիսի պայմաններ ստեղծել, այնպիսի բիզնես հարթակ ստեղծել, որ եւ Ռուսաստանի Դաշնությունն է շահել եւ Հայաստանի Հանրապետությունը որպես գործընկեր ապահովել է եւս 700 միլիոն իրենց ավել գումար, 700 միլիոն դոլարի մասին է խոսքը, որովհետև 1.5 միլիարդի չափով է կուտակվել։ Սա առաջինը, երկրորդը, սա կոոպերացիա է, կա, որ մենք Ռուսաստանի Դաշնությունից բերում ենք գազ, ցորեն, Հայաստանի Հանրապետությունը արտահանում է ալկոհոլային խմիչքներ, արտահանում է սննդամթեր, միրգ, բանջարեղեն։ Ես կարծում եմ 10 օրվա ընթացքում կլուծվի, ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը նույնպես արդեն ընտրություններից հետո ունենա շփումներ իրենց հետ, կարծում եմ շատ արագ կկարգավորվի, պետք չի սա դարձնել եւ ինձ դուր եկավ վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարության ավելի լավ վերաբերմունք էր, ավելի ճիշտ պատկերացում էր Հայաստանի Հանրապետության տնտեսության մասին, քան մեր ընդդիմության մոտեցումները, մեր ընդդիմության մտքերը, արտահայտությունները, կարծիքները։ Սա ես խնդրում եմ անպայման դուք հաշվի առնեք եւ կարող եք փորձագետների հետ խոսել։ Ռուսաստանի Դաշնությունը գնահատում է Հայաստանի դերը եւ նշանակությունը, Հայաստանի Հանրապետությունը շատ լավ հարթակ է Ռուսաստանի Դաշնության համար եւ ես կարծում եմ միջազգային հարթակներում ուսումնասիրելուց այս վերջի տարիների ամբողջ այդ փոփոխությունները, որոնք որ կան, դժվարությունները, որոնք որ կան, ես կարծում եմ չի բացառում, որ ապագայում Ռուսաստանի Դաշնությունը նույնպես ինչ-որ կարգավիճակով եվրոպական երկրների հետ հարաբերի։ Եթե ուզում եք, ես կարող եմ մի այլ թիվ նույնպես ձեզ ասել եւ ուզում եմ, որ մեր Ռուսաստանի գործընկերները, մեր բարեկամները նույնպես լսեն սրա մասին։ Այսօր ես հանել եմ մի այսպիսի թվաբանություն, Եվրոպայում բնակվում է 450 միլիոն բնակիչ։ Եվրոպայում 450 միլիոն բնակչության համախառն ներքին արդյունքը մեկ շնչին ընկնող 35,000 դոլարին համարժեք եվրո է։ Ռուսաստանի Դաշնության բնակչությունը 143 միլիոն է, իրենց համախառն ներքին արդյունքի բաժինը 18,500 էր, 600 էր, ինչքան հիշում եմ։ Ուզում եմ ասել 450 միլիոն անգամ 35,000 դոլար, դա մի այլ շուկա է, որտեղ որ Հայաստանի Հանրապետության բեռները ուղղակի չեն էլ նկատվի, եթե Հայաստանի Հանրապետության տնտեսությունը արդեն կառուցի դեպի եվրոպական շուկաներ եւ եվրոպական արտակներ։ Պարոն, այսօր արդեն տնտեսվարողները վնասներ են կրում, վարկեր ունեն եւ այլն, այսինքն ուզում եմ ասել, խնդիրը արդեն այսօր է, այդ մարդկանց խնդիրները։ Հիմա դա ես շատ խելոք եք ասում, ցանկացած նոր հարթակ, ցանկացած նոր հնարավորություն ինքը պետք է դժվարության մեջով անցնի։ Ես կարծում եմ պետությունը այդ ամեն ինչը կարող է գնահատել, պետությունը իր աջակցությունը ցուցաբերի եւ ցուցաբերել է նախկինում նույնպես
ես կարծում եմ սրանք շատ ժամանակավոր կարճ բնույթ են կրում եւ կկարգավորվեն։ Եվ ես կարծում եմ մենք նախկինում պետք է ավելի մտածեինք դիվերսիֆիկացման մասին, ավելի շատ պետք է եվրոպական հարթակներում ներկայացված լինեինք եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ մեր սփյուռքին կոչանել, նրանք ովքեր որ բնակվում են եվրոպական երկրներում եւ այլ պետություններում, նրանք նույնպես շատ ակտիվ լինեն Հայաստանի Հանրապետության ապրանքները ներկայացնելուց իրենց շուկաներում։ Պարոն Սուքիասյան, դուք նշեցիք, որ ընտրություններից հետո Ռուսաստանը կբանակցի, Հայաստանի իշխանությունների հետ, այսինքն այս ամենը լավատեսությամբ հույս հայտնեցիք, որ այս ամենը կկարգավորվի, բայց տեսեք, Մոսկվան չի էլ թաքցնում անգամ, որ այս իշխանությունը, այս կառավարությունը իրենց մեղմ ասած սրտով չէ եւ ամենատարբեր մակարդակներով ընդհանուր Պուտինի մակարդակով բացասական հայտարարություններ, Ֆրինյուս հեռուստաընկերություն, բացասական հայտարարություններ են հնչում վարչապետ Փաշինյանի ձեր իշխանության հասցեին ներողություն, ինչպես եք պատկերացնում եւ անգամ միջազգային մամուլն է գրում այն մասին, որ Ռուսաստանը փորձում է ազդեցություն ունենալ այս ընտրությունների վրա եւ փոխել այս կառավարությանը։ Ընտրություններում հնարավոր հաղթանակից հետո քաղաքացիական պայմանագիր կուսակցել։ Ինչպես է օրինակ այդ ամենը կարգավորվելու։ Նախ առաջինը ես կարդացել եմ միջազգային մամուլի գրված եւ մտահոգությունները եւ պատկերացումները եւ մոտեցումները։ Սա առաջինը։ Երեք նույնպես մի նոր հոդված եմ կարդացել գիշերը։ Շատ լավ պատկերացնում եմ։ Ես կարծում եմ ներողություն տվեք։ Որը Reuters-ի հրապարակումը Reuters-ն եմ կարդացել, Deutsche Welle-ն եմ կարդացել, այդ որ 50 միլիոն ծախսել են, որ այսքան մարդ կա, այնքան մարդ կա։ Դրանք շատ դեպքերում ավելի շատ լրագրողական բնույթ են կրում, շատ խորը վերլուծություն չի։ Իհարկե դուք լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի օրենսգիր, օրենսդրություն ունի, որով որ մարդիկ պետք է գան այստեղ գնան գրանցվեն, այդ մարդիկ պետք է հասցե ունենան, դա այդքան հեշտ չի։ Հայաստանի Հանրապետություն եկող հոսքերը թե ինքնաթիռով, թե ցամաքով մեր պետական մարմինները կարող են գնահատել, այնպես որ հանգիստ եղեք, իսկ այն որ սա քաղաքական որոշակի բնույթ է կրում, դրա համար ընտրություններից հետո ամսի 7-ից հետո կփոխվի եւ ռետորիկան կփոխվի, բայց ես ասում եմ, Ռուսաստանի Դաշնությունը մեր բարեկամն է, մեր գործընկերն է, մենք Եվրասիական միության անդամ ենք, իրար հետ շատ մեծ առևտուր ունենք, իրար հետ շատ մեծ պատմություն ունենք, այնպես որ մենք ոչ մեկի հետ չենք կռվելու, բոլորի հետ աշխատելու ենք, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը զարգացնելու ենք, բանակը հզորացնելու ենք, կրթությունը լավացնելու ենք, առողջապահությունը առավել եւս ավելի ժամանակակից ենք դարձնելու։ Ես կարծում եմ, այս կարգի խնդիրներ լինելու են, երբ որ Հայաստանի Հանրապետությունը ուզում է առավել անկախ լինել, առավել իրավասու լինել, ինքը որոշումներ կայացնի, այսպիսի խնդիրների առջև կանգնելու է։ Բայց ես կարծում եմ, մենք բարեկամական կլուծենք բոլորի հետ, ոչ մեկի հետ չենք կռվելու, աշխատելու ենք եւ մենք օգտվենք իրենցից եւ իրենք մեզանից։ Այսօր Պեսկովն էր հայտարարել, որ մինչև դեկտեմբեր կքննվի ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը։ Դուք ինչ վտանգներ եք տեսնում կամ ինչ եք կարծում, Հայաստանը պետք է անդամակցի ԵԱՏՄ-ին։ Ես նախ առաջինը շատ ուրախ եմ, որ այդ կարգի կշռադատված որոշում է կայացվել դեկտեմբերին քննարկել դա, որովհետև Հայաստանի Հանրապետությունից շատ ուժեր ուզում էին դա ավելի շուտ քննարկվի, շատ ճիշտ կշռադատված որոշում է կայացվել քաղաքական, պետական, որ դեկտեմբերին է լինելու, որի համար ես շատ ուրախ եմ, իսկ դեկտեմբերին իմ ասած եւ թվերը, եւ տնտեսության մեր եւ իրենց առավելությունները ճիշտ կգնահատեն եւ ճիշտ որոշում կկայացնեն, դա այլ հարց է։ Իսկ ես կարծում եմ ընտրություններից հետո այդ կարգի խնդիրները առավել լուծված կլինեն։ Իսկ դեկտեմբերը կմնա ավելի գլոբալ քննարկելու եւ մեր ներկայությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպային անդամակցելու ապագայի խնդիրը։ Սուքիասյան, բայց միջև Եվրամիությունում ապրանքները վաճառելու մեխանիզմները վերջնական հաստատվեն, Հայաստանի տնտեսությունը արդյոք վնասներ չի կրի այդ։ Կկրի վնասներ, ես կարծում եմ կկրի վնասներ, ինչ որտեղ ճիշտ ասած բանջարեղենի եւ մերքերի արտահանումը ես միշտ դեմ եմ եղել, որովհետև դա ավելի շատ տեխնոլոգիաներ չունեցող երկրներին է հարիր, երբ որ թարմը միրգ են արտահանում, դուք էլ գրագետ մարդ եք, գիտեք, որ
դրանցից պետք է ավելի շատ պրոդուկտ ստանանք, դրանք պետք է ճիր դառնան, դրանք պետք է տարբեր պրոդուկտներ դառնան եւ արտահանվեն եւ ամբողջ տարի արտահանեն, ոչ թե մենակ այդ 2 ամիսը։ 2 ամսվա արտահանված ապրանքը անգամներ ավելի ցածր գներով են արտահանվում եւ Հայաստանի Հանրապետությանը շատ քիչ օգուտ է գալի։ Ես կարծում եմ մեր պետությունը ավելի շատ պետք է աջակցի, որպեսզի դրանք վերամշակվեն եւ ամբողջ տարվա կտրվածքով լինեն մեր պահեստներում եւ հետո արտահանվեն։ Եթե ռուսական գազից զրկվենք, Առաջինը ես չեմ կարող ինչ-որ բաներ ասել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ հանգիստ եղեք, այն գազը, որը որ վերջնական արդյունքում սպառողին է վաճառվում, դրանից ավելի էժան առաջարկներ կան եւ արդեն շուտվանից կա այդ առաջարկները, կարծում եմ ես չեմ կարող ասել, ուղղակի ես դրսից եմ լսել, մեր իշխանությունները չեն ասել, չէ, ուրիշ երկրից, ոչ, Ադրբեջանը չի, չեմ ուզում ասել, ինձ այլ երկրից ասել են, որ մենք ձեր համար պատրաստ ենք տանք ու այդ գործողությունները գնում է։ Հիմա ես դրա իրավունքը չունեմ, ինձ որպես ընկեր են ասել, որ ես պետական պաշտոնյա չեմ այդ հատվածի, որ ես դրա իրավունքը ունենամ։ Ինձ հետ խոսելուց ասել են մենք պատրաստ ենք։ Եվ մի երկիր չի, ասեմ ձեզ, ասել են, որ մենք այս մասով ենք պատրաստ, այլ երկրի այդ կոոպերացիայով նույնպես կան, այնպես որ այդ մասով էլ համաշխարհային գները շարունակում են աճել, դա ես կարծում եմ որոշակի բալանսի է գալիս, բայց մի բան էլ եմ ուզում ձեզ ասել, խնդրում եմ ճիշտ հասկանանք իրար, եկեք գնացեք բոլորը ձեր մամուլի կենտրոններով ուսումնասիրեք Վրաստանի վերջի 10 տարվա գազի գինը եւ Վրաստանը ումից է ձեռք բերել, ինչ երկրներից է ձեռք բերել եւ ինքը վերջնական արդյունքում սպառողին ինչ գնով է հանձնել։ Եվ ուսումնասիրեք Վրաստանը երբ որ ձեռք է բերել, ձեռք բերելու գինը, սպառողին հանձնելու գինը տոկոսային ինչքան է։ Հայաստանի Հանրապետությունը միակն է աշխարհում, որ 120% է գնի վրա տեղականը բարձրացնում գինը։ Նկատի ունեմ այլ երկրում ձեռք է բերում այլ գնով, Հայաստանի Հանրապետությունում վաճառվում է 120% ավել գնով։ Ենթակառուցվածքների առումով, բայց Ենթակառուցվածքները հայկական չի, նույն կազմակերպությանն է։ Նկատում կարողանալու ենք օրինակ զինվել համապատասխան ենթակառուցվածքներով թարմացնել, որպեսզի մենք այդպես շատ այդ X պետությունից Ես կարող եմ ձեզ մի բան ասել։ Նայեք, այն կազմակերպությունները, որոնք որ Ռուսաստանի Դաշնությունը տիրապետում է Հայաստանում եւ սեփականատերը Ռուսաստանի Դաշնությունն է, բոլորն էլ օգուտով են աշխատում, բոլորն էլ ունեն համապատասխան տնտեսական գործնեության լիիրավ գործնեություն են ծավալում եւ ունեն օգուտներ, աշխատավարձ են տալիս իրենց պետության կառույցներից են, որոնք որ վատ կառույցներ չեն։ Այն կառույցները, որոնք որ Հայաստանի Հանրապետության հետ վերցնենք սորենը վաճառում են Հայաստանին օգուտով, վերցնենք ատոմակայանին համապատասխան ռեսուրս են վաճառում, վերցնենք Հայաստանում Գազպրոմ Ռուսաստանը կամ Հայաստանը նույնպես շատ օգուտով աշխատում է, վերցնենք երկաթգիծը, այնպես որ իրենք էլ պետք է գնահատեն, որ Հայաստանը ամենակոմֆորտ երկրներից է իրենց համար։ Դա հիշեցիք, էլի։ $170 են տալիս, սպառողների վրա $400 Նոր ես դա էի ձեզ ասում, 400 չի 370-380-ա կախված դրամի, չէ, կախված դրամի կայունության է, դրամը որ կայունանում է, ձեր ասած թվին է մոտենում 400-ին։ Ես դա էի ուզում ասել, որ 120%-ով վերադիր են գալիս Հայաստանում գազը սպառողին հանձնելու։ Աշխարհում միակն է։ Ես գիտեմ ամենացածր երկիրը 16% է ավելացնում։ Կարծեմ Սերբիան էր, կարող է սխալվեմ, էլի կներեք, ես պետքա թվերս նայեմ, բայց օրինակ Թուրքիան կարծեմ 50-ին մոտ էր, մի այլ երկիր կար 18 էր, երկիր կար 30 քանիս էր, որ ինքը ավելացնում է ձեռք բերելու գնի վրա, որ իր ենթակառուցվածքներով հասցնի սպառողին։ Քոչարյանն ասում է, որ Զելենսկին չգար, հակառուսական հայտարարությունները չաներ, Ռուսաստանի ղեկավարությանը չբարկացնեիք, այս տնտեսական սանկցիաները չէին լինի։ Դուք ինչպես եք սա մեկնում։ Ապրեք, շատ ճիշտ հարց եք բարձրացնում, ասեմ ինչ այդտեղ ինչ նրբություն կա, էլի եթե։ Նախ առաջինը Հայաստանի Հանրապետությունում այդ համաժողովը, որը որ կայացել է, այդ համաժողովի ավելի շատ տերը եղել է եվրոպական համայնքը։
լսում եք, Հայաստանի Հանրապետությունը որպես հարթակ ա եղել եւ Եվրոպական միությունն է որոշումները կայացրել ում հրավիրի։ Հայաստանի Հանրապետությունը ուղղակի որպես հյուրընկալ կողմն ա եղել։ Այնպես որ դա բերել բարթել Հայաստանի վրա շատ սխալ է եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչինչ չէին կարող անել, որովհետեւ դա միջազգային նորմ է, լավ գիտեք, որ համապատասխան համաժողով է եւ այդ համաժողովի տերը կամ համաժողովին հրավիրողները եղել են եվրոպական միության պաշտոնյաները։ Հիմա Կրեմլում այդքանը չեն հասկանում, որ նման ագրեսիվ Դա էլ նույնպես հասկանում են, ես կարծում եմ մեր ընդդիմությունը, քանի որ մենք հիմա այնպիսի մի ժամանակահատվածում ենք, որ նախընտրական ժամանակահատվածը ավելի շատ մեր ինչ-որ մի խումբ քաղաքական կառույցներ են սրել, ավելի շատ բարդացրել, ավելի շատ սոցիալական կայքերում դրա մասին խոսել, ես չեմ կարծում Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները այդ նույն ռետորիկայով են շարժվում առաջ, ոչ, երկուսն էլ գնահատում են կարևորությունը, օրինակ ես գնահատում եմ Ռուսաստանի Դաշնության կարևորությունը, կարծում եմ իրենք էլ գնահատում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որպես պետական գործիչ լինելու փաստը նրանք գնահատում են, իր ազդեցությունը որպես Հայաստանի Հանրապետության առաջնորդ նույնպես գնահատում են եւ ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ գնահատում է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի լիիրավ ղեկավար լինելը այդ երկրում, այնպես որ ոչ մի խնդիր չունենք։ Իրենց երկիրն է, իրենք կառավարում են իրենց ուզած ձևով Հայաստանի Հանրապետությունը Հայաստանն է, կառավարվում է Հայաստանի Հանրապետության ցանկությամբ եւ այն տարբերակով, որով որ մեր հասարակությունն է ուզում։ Եվ պարոն Սուքանյան, իշխող թիմում ծանոթ են Ռուսաստանից ուղարկված նամակի բովանդակությանը, թե ոչ։ Ես ճիշտ ասած տեղյակ չեմ, որովհետև հիմա լավ գիտեք նախընտրական փուլ է, բայց այդ գիտեք ինչ կա, պետք չի բարդ դիտել այդ ամեն ինչը, նախընտրական է, ես կարծում եմ Ռուսաստանի Դաշնությունն ուզում է տարբեր քաղաքական միավորների միջոցով իր ազդեցությունը ունենալ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դա գիտակցում են, իրենք որոշում կկայացնեն։ Ռուսաստանի Դաշնությունը ունենա, թե ինչքան ունենա, թե չունենա։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտակցում են այդ ամեն ինչը եւ մեկ շաբաթ մնաց, մեկ շաբաթ հետո ամեն ինչ բարձ կլինի։ Պարոն Սուքանյան, ներողություն, իսկ օտար պետությունների հնարավոր է ազդեցությունները, ներգործությունները մեր պետական, ներքին ներքաղաքական ընտրությունների վրա ունեք ինչպես եք գնահատում։ Նայեք, ամբողջ աշխարհում կա, դուք լավ գիտեք, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններից առաջ եղան այլ երկրներում նույնպես ընտրություններ եւ եղան դրսից միջամտելու տարբերակներ, լավ գիտեք, թե այդ երկրներում քաղաքական ղեկավարությունները ինչ կարգի որոշումներ կայացրեցին, ամբողջ աշխարհում կա, լավ գիտեք, որ միջև անգամ Հունգարիայում Ամերիկայի Միացյալ Նահանգները որոշում կայացրեց օգնել նախկին վարչապետ Օրբանին։ Սա կա, ուղղակի Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների քաղաքացիների հասունության աստիճանից է կախված։ Ինչքան են հասուն, ինչքան են ուզում անկախ լինել, ինչքան են ուզում կայուն երկիր լինել, ինչքան են ուզում այդ երկրում իրենք որոշեն, թե ինչ կարգի կառավարում լինի, ովքեր կառավարեն, ինչ կարգի օրենքներ լինի։ Ընտրում են քաղաքական միավորին, քաղաքական միավորը կառավարում է երկիրը։ Անկեղծ ասած հայտարարություններս վերջինն էլ չեմ միջամտի։ Լուկաշենկոն էր հայտարարել, որ Հայաստանը գնում է դեպի ուկրաինացման, այսինքն գնում է այն ճանապարհով, որով Ուկրաինան էր գնում։ Ես կարծում եմ Լուկաշենկոն նույնպես քաղաքական ակնկալիքներ ունի, որոշակի ազդեցություն ունենա քաղաքական գործընթացների վրա, որը ես կարծում եմ հնարավոր չի ունենալ։ Լուկաշենկոյի պարագայում չեմ կարծում, որ քաղաքական գործընթացների վրա կարողանա ազդեցություն ունենալ։ Մեր հասարակությունը առավել եւս այդ մտքերը, որոնք որ լսեց Բելարուսի նախագահից, ավելի կկազմավորվի, ավելի կազմակերպված կլինի, ավելի ճիշտ որոշումներ կկայացնի։ Դա իր իրավունքն է, կարող է արտահայտվել, նույնն էլ մենք կարող ենք արտահայտվել, երբ որ իրենց մոտ ընտրություններ լինի, մենք էլ մեր կարծիքը կհայտնենք։ Պարոն Սուքանյան, ներողություն, իսկ կառուցելու, ոնց են կառուցելու, որ երկիրն է։ Նախ առաջինը գազամուղը կառուցելու խնդիր չկա։ Միշտ մենք հայերով ուզում ենք ծայրահեղ
վիճակներ նկարագրենք։ Խնդրում եմ հանգիստ եղեք, գազամուղն էլ կա, գազն էլ կա, գազը միջազգային գներ էլ ունի, տարածաշրջանային գներ էլ կան։ Հայաստանի Հանրապետությունը այնպիսի աշխարհագրական դիրքում է, որ շատ հարևաններ ունեն գազ, հարևաններ կան, որոնք պատրաստ են գազով առևտուր անել Հայաստանի հետ, այնպես որ հանգիստ եղեք։ Ասել, որ այդ ճանապարհով չիփով նաև գազամուղներ են անցնելու Իսկ էլեկտրահաղորդման։ դուք կասկածում եք դրանում։ Պարոն Փաշինյանը շատ ճիշտ է ասել, այդ կարգի մոտեցումներ էլ կան, այդ կարգի գնահատականներ էլ կան, արդեն հաշվարկներ էլ են լինում, եթե կառուցվի ինչ աստիճանի ավելի միջոցները կտնտեսվի, մյուսն էլ ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունը եթե Թուրքիայի ճանապարհը բացի, մոտավորապես մինչև 600 կիլոմետր ավելի կարճ է Եվրոպա հասնելու։ Այդ ուզում եմ ասել։ Բայց շատ է, Եվրոպայի պահանջարկը շատ է, եթե մի 4 հատ էլ գազամուղ լինի, բոլորը երջանիկ կլինեն։ Չի բավարարում, դրա համար 4-5 գազամուղ է պետք։ Փորձագետներն ասում են, որ գազամուղը ամբողջ ծավալով չի գործում, Վրաստանով անցնողը։ Ես այդ կարծիքին չեմ, ես տեղյակ չեմ։ Չէ, ո՞նց եք, ինչ եք ասում, այսօր այս պահին գազի բավականին մեծ դեֆիցիտ կա, վերջի ամսի 28-ից հետո փետրվարի, երբ որ դեպքը Պարսկաստանի հետ եղավ, դրանից հետո լավ գիտեք, որ բավականին էներգակիրների դեֆիցիտ առաջացավ, պահանջարկը մեծացավ, գինը դրա պատճառով փոխվեց։ Ես կարծում եմ գազի դեպքում պաուսներում միշտ հայտարարում են ինչքան պաուսները լցված, ես ինչքան գիտեմ շատ ցածր մակարդակի վրա է, որտեղ հենց փետրվարի 28-ից սկսե, երբ որ դեռ գազի կարիքը ավելի մեծ կար, էլի եղանակային պայմաններում։ Ներողություն, իսկ Գագիկ Ծառուկյանի հետ հարաբերությունները ինչպես են։ Հետևում եք, լսում եք օրինակ ինչ հայտարարություններ է անում իշխանության ասել։ Ոչ, չեմ լսում, ոչ, չեմ լսում, աշխատում եմ չլսել, ես ավելի զբաղված եմ, այնպես որ չեմ լսում։ Իսկ հարաբերությունները Ձեր խնամությունը վերցնեն ծերանոց սարքեն, դա ինչպես։ Այդ թող ես կարծում եմ, նայեք, եթե կա օրենքի պահանջ, ես կարծում եմ օրենքով պետք է շարժվենք։ Եվ ես կարծում եմ պարոն Ծառուկյանն էլ կհարգի օրենքը, եթե օրենքով դա նախատեսված լինի կամ օրենքի ուժ ստանա։ Եվ պարոն Սուքասյան, կներեք, ձեր ընտանիքը, ձեր ընկերությունների աշխատակիցները միասին շուրջ 11 հոգի ՔՊ-ին նվիրատվել են 52 միլիոն դրամ։ Սա ինչպես կմեկնի։ Մի քիչ շատ պետք է տա, ոնց որ քիչ են տվել։ Դա ընդհանուր ՔՊ-ի ստացած գումարի 12%-ից ավելին է, հա։ Ինչու է այդպես ֆինանսավորում։ Նախ առաջինը ես բավականին մեծ պատմություն ունեմ ՔՊ-ի հետ, իրենց կառավարման մեթոդը ինձ դուր է գալիս, իրոք Հայաստանի Հանրապետությունը վերջի 8 տարում բավականին մեծ ձեռքբերումներ ունի, այսօրվա պայմաններում այն անվտանգային բարձիկները, որոնք որ արդեն դրված են, առաջիկա 2-3 տարում ավելի մեծ թռիչքով ենք առաջ գնալու, տեխնոլոգիական ավելի նոր կարգավիճակ ենք ստանալու, այնպես որ այս ամեն ինչը հաշվի առնելով ես շատ ուրախ եմ, որ մեր կազմակերպությունները աջակցել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, որպեսզի նրանք կարողանան եւ այդ թափանցիկ վերաբերմունքը շատ լավն է։ Ես շատ երջանիկ եմ։ Անկեղծ չգիտեմ որ կազմակերպությունը։ Հնարավոր է գլխավոր տնօրենը հարցրել է, որտեղ ես չեմ կառավարում, այլ ումից որ պետք է հարցրել է, ասել են նայեք որոշումներ կայացեք։ Որոշում են կայացրել։ Նայեք, ինչքան լավ է որ այդ ամեն ինչը թափանցիկ է։ Ես այս պահին չգիտեմ որ կազմակերպությունը ինչքան միջոց է հատկացրել։ Դա ոչ թե աշխատակիցների գումարներն է, այլ Սուքասյանների գումարները։ Չէ, ես նկատի ունեմ, ես տեղյակ չեմ, միգուցե այդ որոշումը կայացրել են, անկեղծ եմ ասում տեղյակ չեմ, ով ինչքան, բայց ուրախ եմ, որ միջոցներ են հատկացրել։ Նկատի ունեմ, որտեղ շատ բարձր աշխատավարձ ստացող աշխատակիցներ ունենք։ Եվ մենք աշխատակից ունենք, որ ամսական իր աշխատավարձը 12 միլիոն է։ Ոտոնց շատերը կան։ Իրանք այդ 12 միլիոնի կամ 8 միլիոնի կամ 6 միլիոնի կամ 5 միլիոնի եկամտարկը վճարում են, հանգիստ գլուխները դնում են բարձին, ապրում են իրանց ընտանիքը իրենք։ Այդ հարցին անդրադարձել եք, անկեղծ ասած չգիտեմ, բայց առաջին անգամ եմ ձեզ հանդիպում, երբ Ադրբեջանի փոխվարչապետի այցից հետո, երբ նրա հետ հանդիպել է նաև Run Oil ընկերության տնօրենը, ինչ հարցեր են քննարկվել։ Ես ճիշտ ասած հետո ժամանակ էլ չեմ ունեցել տնօրենից ճշտելու,
Բայց ինչքան իմացել եմ, շատ դրական հանդիպում է եղել, շատ պատրաստական են եղել Հայաստանի հետ տնտեսական համագործակցելու, նայելու Հայաստանում ինչ կա իրենց համար հարմար եւ Հայաստանին ինչ է պետք, իրենց ինչ է պետք, այդ քննարկումները եղել են, մնացածից տեղյակ չեմ։ Իսկ Հայաստանից արդեն ինչ-որ բաներ դեպի Տեղյակ չեմ, կարող է կառավարությունից ճշտել կամ Մաքսայինից ճշտել, բայց ես կարծում եմ ապագայում այդ ամեն ինչը կլինի, որովհետեւ ընդհանրապես ես մի 94 թվականին ես Հարավային Կորեայում եմ եղել, ինձ իրենց այն ժամանակվա ամենախոշոր կազմակերպության նախագահան գիրք ա նվիրել, գիրքն էլ կա, որտեղ որ ինքը ասում է, որ պետք է հարևաններիդ հետ կոոպերացիա ունենաս, իսկ ես հետո երբ որ տնտեսությունները, կառուցվածքները ուսումնասիրեցի երկրների, ես տեսա, որ օրինակ վերցնենք Հոլանդիան փոքր երկիր է, չէ, բայց գտնվում է Գերմանիայի, Ֆրանսիայի հարևանությամբ, իրենց հաշվին կոոպերացիան շատ մեծ է եւ համախառն ներքին արդյունքի մեջ եւ Ֆրանսիան, եւ Գերմանիան, եւ Բելգիան, եւ Անգլիան մեծ մասնաբաժին ունեն։